250-ից ավելի զոհ, ավելի քան 1000 վիրավոր, ավերված շենքեր ու փլատակներ։ Լիբանանը կրակների մեջ է։ Երկրում սուգ է հայտարարվել։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ զոհերի թիվը կարող է աճել։ Թրամփի եւ նրա ընկերոջ Նեթանյահուի խոստացած երկշաբաթյա հրադադարը փաստորեն Լիբանանին չէր առնչվում։ Այդ մասին խոսել է հենց Նեթանյահուն։ Իսրայելն աջակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին, որոնց նպատակն է ապահովել, որպեսզի Իրանը այլևս միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չներկայացնի Ամերիկայի, Իսրայելի, Իրանի արաբ հարևանների եւ աշխարհի համար։ Իսկ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև այս հարցում պարզապես թյուրըմբռնում կա։ Վենսը ևս նշել է, որ Միացյալ Նահանգները երբեք չի խոստացել Լիբանանը ներառել հրադադարի պայմաններում։ Մինչդեռ Միացյալ Նահանգներում Պակիստանի դեսպանը հայտարարել է, որ Լիբանանում հրադադարի հաստատումը Վաշինգտոնի, Թեհրանի եւ ներգրավված կողմերի միջև կնքված համաձայնագրի մաս է կազմում։ Ձեռք բերված համաձայնությունների եւ Պակիստանի միջնորդական դերի համաձայն Լիբանանը ներառված է հրադադարի համաձայնագրում։ Այս հարցը լիովին համաձայնեցրել են բոլոր կողմերը եւ դրա վերաբերյալ որևէ անորոշություն չկա։ Լիբանանահայ լրագրող Ծովակ Թազյանը նշել է, հրադադարից ժամեր անց է Լիբանանը դարձել հակամարտության ճակատ։ Վերջին տեղեկություններուն համաձայն արձանագրվեցան առնվազն 250 զոհ եւ 1000-ը ավելի վիրավոր։ Շատ հիվանդանոցներ լեցված են եւ գործեն ծայրահեղ ծանր պայմաններու տակ, մինչ փրկարար խումբերը գշարունակեն որոնել փլատակներու տակ մնացած անձեր։ Հարվածներուն թիրախ եղան ենթադրաբար ռազմական կետրոններ եւ զենքի բայեսներ, սակայն վնասված են նաեւ բնակելի շենքեր, ինչ որ պատճառ դարձավ քաղաքացիական մեծ կորուստներու։ Իսրայելը Լիբանանին ավելի քան 20 հարված է հասցրել, թիրախավորելով Բեյրութի կենտրոնական թաղամասերն ու հարավային արվարձանները։ Իսկ Իսրայելի բանակը հայտարարել է, որ սպանել է Հեզբոլլահի առաջնորդ Նաիմ Քասեմի անձնական քարտուղարին։ Հեզբոլլա շարժումը հայտարարել է, որ մտադիր է պատասխանել Իսրայելի հարվածներին, որոնք հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան։ Իսրայելի հարվածների պատճառով զոհվել է նաև 3 լրագրող՝ լիբանանցի ռադիոհաղորդավար Ղադա Դայեհը, Ալ-Մանարի լրագրող Սյուզան Խալիլը եւ Ալ Ջազիրայի լրագրող Մոհամմադ Վիշահը։ Լիբանանի շուրջ զարգացումները բողոքի ալիք են բարձրացրել Իրանում։ Գիշերը կրկին անցկացվել են զանգվածային հանրահավաքներ՝ ի նշան Լիբանանի հետ համերաշխության։ Ֆրանսիան ու Իսպանիան կոչ են արել հրադադար հաստատել նաև Լիբանանում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ խոսել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի եւ վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ Լիբանանին Ֆրանսիայի լիակատար համերաշխությունն եմ հայտնել Իսրայելի կողմից այսօր հասցված անկանոն հարվածների կապակցությամբ, որոնք քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցրել են շատ մեծ թվով զոհերի։ Մենք ամենավճռական ձևով դատապարտում ենք այդ հարձակումները։ Դրանք անմիջական սպառնալիք են ներկայացնում ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությանը։ Այս համաձայնագիրը պետք է լիովին տարածվի Լիբանանի վրա։ Իսկ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը փաստել է, որ Իսրայելի առաջնորդ Բենյամին Նեթանյահուն ամենակոշտ հարձակումն է իրականացրել Լիբանանի վրա։ Կյանքի եւ միջազգային իրավունքի նկատմամբ նրա արհամարհանքը անթույլատրելի է։ Ժամանակն է հստակ ասել. Լիբանանի վրա ևս պետք է տարածվի հրադադարի մասին համաձայնագիրը, եւ այս հանցավոր գործողությունների համար անպատժելիություն չպետք է լինի։ Նրա խոսքով միջազգային հանրությունը պետք է դատապարտի միջազգային իրավունքի այս նոր խախտումը։ Եվրամիությունը պետք է կասեցնի Իսրայելի հետ ասոցացման համաձայնագրի գործողությունը։ Երևանը նույնպես անդրադարձել է տիրող վիճակին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Լիբանանում տեղի ունեցածի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ լարվածությունը կթուլանա եւ ռազմական գործողությունները շուտով կդադարեն։ Զարա Սարգսյան, Սվետլանա Պետրոսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։